Պարոն Ֆիդանյան, երկար ժամանակ է փորձում եք Նարեկ Սամսոնյանի հետ կապված, գուցե հարցս կրկնվում է, այս եվրակառույցներին դիմում եք, արդյոք սա նման չէ գլխով անդադ պատին հարվածելուն եւ պատը այդպես էլ մնում է կանգնած, անդրդվելի կարելի ասել։ Շնորհակալ եմ հարցի համար, տեսեք, միջազգային կառույցներին դիմելը իրականում շատ կարևոր է, որովհետեւ միջազգային կառույցները այնուամենայնիվ պետք է փաստեն, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքական բանտարկյալներ եւ մենք պետք է շարունակաբար այս ճնշման միջոցով ստիպենք, որ իրենք խոսեն, որպեսզի այնպես չստացվի, որ հետագայում իրենք ասեն, դե գիտեք ինչ, որևէ արձագանք չկար կամ որևէ բողոք չկար երկրի ներսում եւ մենք չենք իմանում, թե օրինակ որ Հայաստանի Հանրապետությունում կար քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյան, ով հայտարարել էր հացադուլ, անժամկետ հացադուլ եւ կալանավորված էր ընդհանրապես հետույք բառի համար, այսինքն այս գործողությունները պետք է լինեն շարունակական, որպեսզի նրանք արձագանքեն, իսկ նրանք ես վստահ եմ, որ ինչ-որ մի պահի սկսելու են արձագանքել, ես վստահ եմ, որ ինչ-որ մի պահի Փաշինյանական վարչախումբը դադարելու է լինել նրանց պիտանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների շրջանակներում եւ նրանք հիշելու են, որ Փաշինյանական վարչախմբի ժամանակաշրջանում քաղաքական բանտարկյալներ կային, Փաշինյանական վարչախմբի ժամանակաշրջանում, օրինակ եկեղեցիներ հալածվում եւ նրանք այդ ժամանակ սկսելու են այդ իրենց դարակներից հանել այդ հաստափոր փաստաթղթերը եւ սկսելու են խոսել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության իրական աղետալի մակարդակի մասին եւ այս համատեքստում ես կարևորում եմ մեր գործողությունները, որ օր առաջ մոտեցվի իրենց խոսելու ժամանակը։ Շնորհակալություն։ Պիտի Կարապետյան կգա։